Հարգելի գործընկերներ, ուզում եմ ասել, որ միակ ճգնաժամը, որ կա, դա անդիմության քաղաքական, գաղափարական եւ բարոյական ճգնաժամն է, որի հետ մենք գործ ունենք եւ դա հաստատուն քայլերով ճգնաժամից վերածվում է վախճանի եւ դրա ամենավառ այո, Գյումրիում տեղի ունեցած ու երեք բացահայտված կաշառակերության այդ շռնդալից դրսևորումներ, որտեղ գիտեք ընդդիմությունը, հարգելի գործընկերներ, դուք ձեր քաղաքական ուժերը տոհմիկ կաշառակերության ջահակիրներն են, հասկանում եք, ես պատկերացնում եմ, էլի, օրինակ Վարդանիկը ինչքան է սպասել այդ օրվան, որ ինքը դառնա քաղաքապետ, ու ասի, ես հələ բերեք տենամ, ինչ կա չկա ստե։ Ու հասկանում եք, Վարդանիկը ոնց որ ձեր անոնսն է, ձեր իշխանության, հիմա մենք թիզերը կամ, հա, էլի, Վարդանիկը, կարելի է նայել Վարդանիկին եւ տեսնել թե ինչ կլինի, եթե հանկարծ մի օր դուք իշխանության գաք։ Այսպես բան եք անելու, սենց բանը ձեր ախորժակները բացվելու է, որ ոնց եք դուք գալու հերթական անգամ անելու են, որ դուք ընդունակ եք։ Միակ բանը, որին դուք ընդունակ եք, դա է կաշառակերություն, ընդ որում շատ մանր, շատ ինտելեկտը չպահանջող, ընդ որում միշտ դա հիմնավորելով ինչ որ ազգային, այս բաները չէ, նախագիծներ ազգային կաշառակերություն չի դա։ Բա որ այդ կաշառակերությունը բանը անում, ասում է եկեղեցուն պարտք եմ պիտի տամ։ Դուք հասկանում եք, դուք եկեղեցին դրել եք կաշառակերության զոհասեղանի վրա եւ ինչքան կարողացել եք եկեղեցին ու բոլոր սրբությունները ոտնատակ եք տվել։ Ու հիմա եկել խոսում եք արժանապատվությունից, ազգայինից եք խոսում։ Դուք ասում եմ, դուք կաշառակերության ջահակիր ասպետներն եք, դուք տոհմիկ կաշառակերության բանն եք, որ հանրությունը միշտ ու Վարդանիկը իրականում։ Վարդանիկը բանն է, այդ ամոթի հուշարձանն է, որը քայլող կենթանի հուշարձան էր, երեգել վազում էր։ Վազող հուշարձանն է Վարդանիկը կաշառակերության, եւ մարդիկ տեսան դա, եւ պիտի միշտ դա դաշվի մեր ժողովրդի հիշողության մեջ, որ մենք չմոռանանք ձեզ։ Որտեւ լավ է, որ դուք կաք, որ մարդիկ չմոռանան, որտեւ մենք միշտ կանգնեցնում ենք օրինակելի մարդկանց հուշարձանը, բայց պետք է նաեւ երբեմն այդպես ամոթի հուշարձաններ լինեն, որ նայենք ձեզ եւ իմանանք թե ինչից է պրծել է ժողովուրդը։ Ազգային ճգնաժամ, չէ՞ մի չէ։ Ընդդիմության քաղաքական վախճանի մասին էր այս նախագիծը։ Հարգելի գործընկերներ, ելույթներն ավարտվեցին, այժմ ձայնը տրվում է պարոն Ռուբինյանին ազգային ժողովի 2025 թվականի հոկտեմբերի 21-ին